հինգշաբթի հայտարարեցին Օսկարի 98-րդ մրցանակաբաշխության կանդիդատներին եւ այդ կապակցությամբ մենք ունենք մեր հերթական թողարկումը էպիզոդը մեր սիրելի արդեն գրեթե մշտական անդամի Էդգարի Ուսանք վերջինը Էդ ջան բարև քեզ ողջույն մեզ ինչպես ես բարեհամբույր բարեկարգ Էդգարը այո դե արդեն հանդիսատեսը երևի ծանոթ է, մենք էլ ձեզ էլ ծանոթացնեմ ընթացքին, ոնց Golden Globe-ի ժամանակ էր, որ հայտարարում ենք նոմինացիան, հայտարարում ենք նոմինանտներին ու ինչ-որ քննարկում անում, այս անգամ եւս, հա, այդպես կանենք, բայց մի փոքր այստեղ նկատառում մի քանի նոմինացիա կա, որոնց տենց չենք հետևել, չենք ուսումնասիրել խորը, դրա համար իրանց չենք քննարկելու մի անգամից հայտարեմ, կարաք սկիպանեք, այսինքն սկիպանեք չէ, 10 վայրկյան մաքսիմում, չենք քննարկելու live action short animated short ֆիլմերը, հա, դոկումենտալ ֆիլմը եւ դոկումենտալ կարճամետրաժ ֆիլմը, ու մասնավորապես այսօր առաջարկում եմ սկսենք make-up and hair styling անվանակարգից, մեկ վայրկյան Հա, make-up եւ hair styling անվանակարգ նոմինանտներն են Frankenstein, Kokuho, ուսամ ճիշտ եմ արտասանում, Sinners, The Smashing Machine, Machine-ի մեջ վերջը սխալվեց Machine, Smashing Machine եւ The Ugly Stepsister։ Դրանք նոմինանտներն են։ Այստեղ բավականին international ֆիլմեր են վերցրել, Ugly Stepsister դանյականա թե նորվեգական, ես Սամրանը նայել եմ։ Զոլուշկայի շատ sense խորորային ինչ որ տեսակ է, շատ զզվելի ֆիլմ է, sense ասեմ, Smashing Machine-ը դե ինչ կերեր այդ UFC կպնողի անունը, որ իր սկալայից ստացել, ռոկից ստացել էին իրան։ Բավականին sense բան են, իսկ Kokuho-ն, ճապոնական ֆիլմը Բաներ, ինքը նաև Best International Feature-ի shortlist-ում կար, long-list-ում, shortlist-ում ոնց է, բայց կորեացի ռեժիսորով, ինչ որ չհասկացա, մի խոսքով։ Վերջինքը ինչական էր։ Ինքը ճապոնական ֆիլմ է, հա, բայց ռեժիսորը ճապոնացի, կորեացի է։ Դա տենց, բայց թվում է թե ֆավորիտը Frankenstein։ Դե քանի որ Frankenstein-ը հա նաև ավելի լուրջ կատեգորիաներ է, թվում է թե այսպես, մեզ համար այս բան Frankenstein-ն է։ Դե այնտեղ ամեն ինչ լավ էր, ես ինչպես միշտ օդերից խոսամ, դե սա շատ վաղ, հա, հայերեն ասած early odds, դե այստեղ միանշանակ ֆավորիտ Frankenstein, մոտ 92%-ը քվեարկողներ, բայց այստեղ ինչպես մասնագետներն են քվեարկում, այնպես էլ էլի ինչ որ մասնագետներ են, բայց այնպես խորացած չէ։ Մի խոսքով օդերով 92% Frankenstein, երկրորդեղ Sinners, բայց ընդամենը 5% են, մնացածը նույնիսկ համարյա տոկոս չունի։ Իսկ ուզում ենք խոսենք այստեղ Wicked-ի բացակայության։ Ես էլ էր մտքովս։ Իսկ շատ բավական բոլոր կատեգորիաներում առաջանցները ասեինք, որ Wicked-ը ոչ մի նոմինացիա չստացավ, ընդհանրապես ոչ մի նոմինացիա, բայց հետո քիչ make-up and hair styling-ը visual effects, production design, ընդհանրապես ոչ մի բան չտվեցին, ինչը բավականին զարմանալի էր, միգուցե հիմնվելով նրա վրա, որ ամեն ինչ առաջինից էր գալիս միգուցե։ Իրականում շատ ողջունելի է, որովհետեւ ես շատ ուրախ եմ այսպես ասած։ Կինոն երկու անգամ կամ երկու մասով ու նույն բաները նոմինան, մեկ անգամ նրան գնահատեն, այսպես ասած։ Նույնիսկ ձյունան, չէ՞, մի երկու բան հիշում եմ, որ երաժշտությունը չէին դրել նոմինացիա ուներ, չէ՞ ոնց որ։ Հա։ Իսկ ավելի քիչ էր, քան սպասվում էր, ու տենց էլի քննարկում էր, թե ինչի է տենց։ Իմ հիշելով Hans Zimmer-ին նույնիսկ չէին տվել, որովհետև տիպը մեծամասամբ առաջինի երաժշտություններն է, Hans Zimmer-ի նման մարդուն չէին տվել։ Այստեղ ոնց որ այդ Wicked-ի պարագայում երևի Ariana Grande-ն է ամենալուրջ։ Հա, ինձ թվում է այդ ես խոսալու էի, երբ որ Garden-ն, բայց իրատեղում խոսանք դրա մասին, դեռ կհասնենք, հա։ Բայց դե Wicked-ը խոսալուց դե էլ են քննարկել, որ անդադ շարունակություններ հանելով չես կարելի։ Առաջինը, հա, սիրուն էր, լավն էր, նորովի էր, բոլորս բաներ։ Բայց հարցը նրանումն է, որ ենթադրվում էր, որ լինելու են սրանք։ Հիմա որ մեկին ասեիր, որ Wicked-ը ոչ մի նոմ չի ստանալու, ասեի թե 3 հատ հեչպես սոնգերին պետք է հեչպես The Girl in the Bubble-ը հաստատ ստանալու է, գազենք, բայց դե կհասնենք բոլոր հատվածներին սնաբերի։ Մի խոսքով Frankenstein ֆավորիտ, իսկ մենք անցնենք առաջ, մեր հաջորդ նոմինացիան է կորա էլի, մեր հաջորդ նոմինացիան դա Best Costume Design նոմինացիան է
նոմինանտներն են Best Costume Design։ Այստեղ կա շատ հետաքրքիր Avatar Fire and Ash, Frankenstein, Hamnet, Marty Supreme, Sinners։ Իշտում այստեղ ամենահետաքրքիրը Avatar-ի նոմինացիան է։ Ամբողջ աշխարհը բանի մեջ է, հա, sense Avatar costume design-ը վրսա։ Դեստեր էլի երևի այդ Wicked-ի տեղն է, էլի ոնց որ։ Բայց արդյոք այլ ֆիլմ չկա, դա թող նույն Ugly Stepsister-ի կոստյումներին տային, օրինակ։ Բայց սա CGI է հարցը, այսինքն costume design իրանք նույնիսկ դիտարկում են երևի, այսինքն վերջնական պատկերի, հա, վերջնական պատկերի կոստյումը ձեռքով աշխատանքի հարցը չի այստեղ, այն ինչ որ կադրում երևում է։ Օրինակ շատ հետաքրքիր է, չգիտեմ, եթե դիտողներից ինչ-որ մեկը գիտի, օրինակ costume design-ի համարով է էլի քվեարկում։ Costume designer-ը ես ասել։ Costume designer-ը իրոք հետաքրքիր է, էլի։ Դե հա, ուրիշ տեղերը ոնց որ տենց է, չէ՞, ինչ որ գիլդիաներ են քնա։ Հա, նույնացն էլ կա հաստատ։ Եթե մենակ costume designer-ները իրոք տարօրինակ է, որտեվ իրականում ոնց որ costume designer-ները երևի այդ ձևով չեն աշխատել։ Համել իրանք լրիվ ուրիշ կինոների կքվեարկեին, ինձ թվում է։ Ինձ էլ է թվում։ Ոչ հայտնի, հա, ոչ հայտնի ինչ որ այլ կինոների։ Չգիտեմ, հետաքրքիր է, այստեղով է ֆավորիտը, էլի Frankenstein թե ինչ։ Հիմա նայում Best Costume Design ֆավորիտ Frankenstein, ուժեղ ֆավորիտ, կրկին երկրորդ հորիզոնականում Sinners, մնացածը արդեն ցածր են, բայց Frankenstein-ը 88% մոտապես, Sinners-ը 8% մոտապես, Hamnet, Avatar եւ այլն արդեն շատ ցածր են։ Հետաքրքիր է, ինձ թվում էր կպայքարի, բայց Դե ինձ թվում է կարող է setting-ը միլիոն անգամ ծեծված է 15-րդ դարի Բրիտանիա, կարող է այնտեղ ինչ-որ վաու ոչ մի բան չկա։ Նու ինչքան ֆիլմ է ստացել դրա համար կոստյումները։ 15-րդ դարի։ Այնքան ֆիլմ է ստացել, նա թողես էլ ստանար, ինչ է։ Դե գուցե, դե նոմինացիա ամեն դեպքում ստացել է, հիմա հաղթանակ Frankenstein-ը օրինակ Դե չնայած բայց լավ 19-րդ դարն էլ է այդ լոգիկայի մեջ անվերջ տեսված թեմա ֆիլմ։ Դե պրոստը Frankenstein-ը sense շատ գրավիչ է, էլի այսպես ասած կարելի ասել, միգուցե օրինակ միագոտի հակուսները, որ հիշում ես, կանաչ գույնի որ բան։ Քանի ինչ որ մի քանի հատ է իշքան հիշում եմ, հա։ Տրամադրությունից կախված։ Այդպես, դա ինչ վերաբերում է կոստյում դիզայնին, հաջորդը ուզում եմ քննարկենք Best Original Score, սա soundtrack-ն է, ճիշտ է, երգը չի։ Երաժշտությունն է ֆիլմի։ Հա, երաժշտությունն է։ Ուրեմն նոմինանտներ Բուգոնիա, Frankenstein, Hamnet, One Battle After Another, Sinners։ Էդգար կուզեմ լսել ձեր կարծիքը ասա։ Ինձ թվում է օդերով այդտեղ Sinners-ն է։ Դե երևի, հա, բայց ես ունեմ անձնական ֆավորիտ այստեղ։ One Battle After Another, հա, դե բայց գիտենք ոնց որ Greenwood-ին չեն տալիս, չէ։ Դե ոնց որ չեն տալիս, ուղղակի դերաշտությունը որ իշում եմ ամբողջ ֆիլմի ընթացքում այդ ճնգճնգոցը որ հա, սենց լարվածությունը պահում է։ Sinners-ն էլ շատ լավ։ Միանշանակ։ Երևի իմ ֆավորիտս այդ կոնկրետ այս կատեգորիան Sinners-ը կլինի։ Մի քիչ դեպքից է։ Բայց այստեղ կա նաև Max Richter Hamnet։ Բայց դե գիտենք որ նու Sinners-ն է ամեն դեպքում այստեղ զարմանալիորեն ֆավորիտ երևի թե չի Frankenstein-ի Alexander Desplan զարմանալիորեն այդքանի Օսկար ունի այդ մարդը։ Մի քանի հատ Frankenstein-ի վիպուսկում հստակ թիվը ասում են։ Հաստատ ասում են։ 3 հատ հաստատ ունի իստում։ Դե հա, ֆավորիտը իրոք այստեղ Sinners-ն է 92%։ Դե ինձ թվում է քանի որ սա ոնց որ early order են, կարող է դրա համար է sense dissonance մեծ, այսինքն եւի միջև երբ Մարտին է, չէ, Օսկարը, եւի միջև այդ ինչ որ բաներ կփոխվեն եղած կլինի։ Դե հա, բայց այստեղ ինձ թվում է Դե Sinners-ը այսինքն ստացվում է երիտասարդ, չգիտեմ, կարող է երիտասարդ չի, Լյուդվիգ Գորանսոնը արդեն երկրորդ Տեսքից երիտասարդ։ Դե երիտասարդ է թվում, արդեն երկրորդն է տանելու պատկերացնում ես։ Պատկերացնում եմ։ Եթե ստացվի, դե իրա ոնց որ աշակերտն է, չէ՞, կա մինիմում ինչ որ ընդ կապ կար ամեն դեպքում։ Եթե ձյունը, չէ, ձյունի մոտ էր ինքը վերջերս բանի մոտ էր։ Դե Նոլանի մոտ է։ Նոլանի հետևաբար Zimmer, հա, թվում է ինչ որ կապ ունեն։ Դե անցնենք original song-ին, նոմինանտներն են Dear Me from Diane Warren Relentless, Golden from K-pop Demon Hunters, I Lied to You Sinners, Sweet Dreams of Joy Viva Verdi, Train Dreams. Ես այս Train Dreams-ի երգը մի հատ եմ ուզում լսեմ, չեմ հիշում տենց լավ։ Թվում է թե շատ սիրուն country երգեր տենց էր, թե ինչ էր։ Ես էլ լավ չեմ հիշում, դե այստեղ ոնց որ այնա որ այդ K-pop Demon Hunters-ի երգն է։ Դե թվում է թե հա բանը չստացավ
Wicked-ի The Girl in the Bubble-ը չստացավ նոմինացիան, հետևաբար դուրս է գալիս, որ ասեմ, չգիտեմ ինչ ինտրիգա ստեղծենք։ Ոչ մի տեսակի բան չկա։ Չկա, օդերն են այդպեսին։ Ու այն աղջիկը հելնելու է այլի լացի, ընկերներին եւ այլն լացում ամեն անգամ, հա։ Էտա։ Ստե մի հատ էլ վերահեին բարևենք of the Rammer ասում էր, որ իրանք սա տանել են, չեք բարևում, Վայ ջան, ես իմով կբարեմ։ Հետո ինքը կոմենտում բարևում։ Ես ուզում էի վերջում բարևեի Sinners-ի հետ կապած իր կոմենտի։ Հա, լավ ես ասում։ Լավ, Վահեին դու վերջում կբարևես։ Չեմ բարևում։ Անցնենք հաջորդին երևի։ Հաջորդը արդեն ֆիլմ վերջապես, բայց international feature, այսինքն միջազգային The Secret Agent Brazil-ը, ընդ որում ստե գրած է լեզուն, որովհետև կա Portuguese Պորտուգալերեն ով կմտածի It was just an accident, ներկայացնում է Ֆրանսիան, բայց լեզուն Ֆարսի Persian-ը գրած, չգիտեմ երևի ֆարսի, բայց գացա Persian and մեր հարևան երկրի լեզուն, այո, այն մյուս հարևան Sentimental Value, դե նորվեգերեն, Sirat իսպաներեն եւ The Voice of Hindrijab արաբերեն Թունիսի ներկայացուցիչն։ Այդպես էլ չտեսանք այս ֆիլմը դեռևս, բայց չգիտեմ։ Ասեմ, որ ես այսօր նայել եմ Secret Agent-ը մինչև վերջ։ Ես միշտ որպես Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի մեծ ֆանատ, միշտ սիրում եմ իրանց այդ կանաչ դեղին գույները, ֆիլմը շատ սիրուն արած։ I'm Still Here-ին շատ նման է ցած տարվա ֆիլմին, այդ տեսակետից, բայց ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ որ universe, որտեղ այս ֆիլմը կարա ինչ որ մի ձև համեմատության եզրեր ունենա sentimental value-ի հետ։ Ուղղակի աննկարագրելի, իմ համար այս ֆիլմը շատ սովորական շատ ուժեղ ռեժիսորի ձեռագրով, ուժեղ սինեմատոգրաֆիով, ուժեղ ամեն ինչով ֆիլմը, բայց որպես ֆիլմ, որպես storytelling, որպես հետաքրքիր ի վերջո art, sentimental value-ի հետ ուղղակի համեմատելու բան չի, իսկ Սիրատի մասին նույնիսկ խոսալ չեմ ուզում։ Ամեն անգամ խոսալ չես ուզում Սիրատի։ Ինչը դուրս թողեց մեր շատ սիրված No Other Choice ֆիլմին Park Chan-wook-ի։ Հուսանք այստեղ չի կրկնվի Golden Globe-ի պատմությունը այդ դեպքում, եթե ասում ես Secret Agent-ը այդպես դե չի շրջանցի։ Հույս ունենք չի շրջանցի։ Դե Park Chan-wook-ի հետ կապված էլ բոլորը տխուր էին, հատկապես Park Chan-wook-ը։ Park Chan-wook-ը ինձ թվում է իրան մեկ է, բայց հատկապես Twitter-ը բոլորը երկրպագում են վերջապես այդ նոմինացիան լինի ու հարցենա որ ոչ միայն պետք է international-ում լիներ, այլ էլի կատեգորիաներ կային, մասնավորապես սինեմատոգրաֆին, մասնավորապես editing-ը, որտեղ ինքը կարող է լինել, բայց արդեն Decision to Live-ի օրինակով գիտենք, որ պետք է ուղղակի այսպես ընդունենք, որ այս մարդիկ Park Chan-wook-ի հետ չունեն Զուտ իմ զգացածով, որ Decision to Live-ը միանշանակ ավելի լավն էր, քան այս ֆիլմը, շատ ավելի այլ հարցեր կար այնտեղ, շատ հետաքրքիր ֆիլմ էր եւ այտենց գլխավոր դերում էլ աղջիկ էր, ինչը ավելի է հետաքրքրացնում։ Այդ մասը չեմ կարասար, բայց Decision to Live-ը երեք վերանայեցի, որ իմ 2022 թվերի ցուցակում առաջին տեղը։ Ես հիշում եմ դու այդ ֆիլմը շատ էիր, ես քո չափ չէի։ Ես քո ռեկլամով եմ նայել։ Բայց այտենց, մի խոսքով ես կարծում եմ, եթե հանկարծ sentimental value-ին չտվեցին այստեղ, չգիտեմ։ Բունտ եմ անելու։ Իրականում ստոդերի սա առաջինն է, որ տենց կատեգորիկ տարբերություն չկա, չնայած էլի բացարձակ ֆավորիտ է sentimental value-ն մոտ 63%-ը քվեարկողների, Secret Agent-ը մոտ 34%, այսինքն առաջին նոմինացիան է, որտեղ ինչ որ հարց կա, դա ամեն դեպքում Secret Agent-ը Golden Globe էր հաղթել, դա բավականին լուրջ ցուցանիշ է, բայց հեսա կխոսենք մնացած նոմինացիաներում մեծ հույսեր կա, որ sentimental value-ն նայել են գոնե։ Այո, նայել են, ճիշտ է, որովհետև sentimental value-ն այնպիսի նոմեր է ստացել, որը Secret Agent-ը չի ստացել։ Օրինակ արդեն գիտենք, որ Screen Actors Guild-ում չեն նայել։ Իսկ այստեղ կա նաև դերևս լավագույն ռեժիսորի թեկնածու, որը ֆիլիոն չի ստացել։ Առաջ ընկնելով ասեմ, որովհետև եթե նայեին, ուղղակի այդպիսի դիսբալանս երբեք չի եղել։ Պատմության մեջ, աշխարհի պատմության մեջ չի եղել տենց ֆիլմ, որը ունենա 4 հոգի նոմինացված Օսկարի դերասան, բայց Screen Actors Guild-ում 0 նոմինացիա։ Տենց ֆիլմ չի եղել։ Ասում հաջորդը ինչ որ 3 տեղով մոռացա որ ֆիլմն էր, հետո կնայենք, դուք կարող եք, եթե գիտեք, տակագրեք։ Իդեպ վերջի ֆիլմերից մեկն էր։
լավ չկետրոնանանք դրա։ Այս ամերիկյան ֆիլմ չէր, այսինքն թե ամերիկյան էր։ Չէ, ամերիկյան ֆիլմ էր, որը 3 դերասանի նոմինացիա ունեցավ Օսկարի, բայց Screen Actors Guild-ում 0։ Ensemble ոչ մի բան չի ստացել, ինչ է դա։ 0 նոմինացիա է։ Նու դերասանական ոչ մի։ Դե շարունակում ենք ասում, չգիտեմ ոնց է, կուլաշկի զժմած հայերեն էկվիվալենտ կա sentimental value-ի համար եւ անցնենք animated feature-ի best animated feature նոմինացիային, լավագույն մուլտֆիլմ, հա, այդպես ասենք։ Թվում է թե սյուրպրիզ չկա, դրանք նոմինանտներն են Arco-Elio, K-pop Demon Hunter, Little Amelie or the Character of Rain եւ Zootopia 2, պլյուս մինուս Golden Globe-ի նոմինանտները բացառությամբ and երկրորդ Demon-ը չկա։ Demon Slayer-ը չկա։ Դու անունը գիտես։ Այո, նու այստեղ ես էլի կկրկնվեմ, ինձ թվում է, ես ուղակի Zootopia-ն ու երկուսն ու K-pop Demon Hunters-ը ուղակի չէի համեմատի իրար հետ նույնիսկ, բայց գիտենք որ K-pop Demon Hunters-ն է։ Հա, դե բացարձակ ֆավորիտ, այստեղ 94% մնացածը 1-2%-ի մեջ են K-pop Demon Hunters։ Իսկ այն ֆրանսիական մուլտֆիլմները դեռ արժին այլ, գիտենք որ չեն հաղթելու։ Իսկ սիրուն ես չեմ նայել, բայց սիրուն եւ Arcon եւ Amelie-ն։ Դրանք խորհուրդ ենք տալիս նայել, մենք չենք դիտել, բայց ձեզ խմենք, ինքներս եւս խորհուրդ ենք Օսկարը կնայենք։ Մենք մոտենում ենք այս սեգմենտի իմ համար առավել հետաքրքիր հատվածին եւ դերասաններն են դրանք։ Սկսենք supporting actor, կամ ինչպես Golden Globe-ը male actor, best supporting actor նոմինացիա, նոմինանտներ. Benicio del Toro, One Battle After Another, Jacob Elordi Frankenstein, Delroy Lindo Sinners, Sean Penn One Battle After Another եւ Stellan Skarsgård Sentimental Value. Ինչ եղավ այստեղ, ունեցանք մեծագույն սնաբ Պոլ Մեսկալի տեսքով, ով խաղում է Շեքսպիրին Համնետում ու Համնետի առաջին մեծ բացթողումն է այսի արդեն Օսկարում, մեծ սնաբ է։ Առաջին մեծ բացթողումն է ու Sinners-ի առաջին մեծ հաղթանակը, որը իրանց առաջ ընկնելով բերեց այդ ռեկորդը։ Ռեկորդին բերեց, հա։ Դե ինչ ասեմ, Delroy Lindo-ի կատարումը լավն էր։ Այ չեմ հիշում են Spike Lee կինոյի համար իրան վերջը չտվեց, չէ՞։ Այդ ֆիլմը Dying Blood-ը շատ լավ ֆիլմ էր, ես հիշում եմ։ Dark Five Blood-ը։ Իր համար իրան չտվին, ինչքան հիշում եմ։ Չեն տվել հաստատ, բայց այդ ժամանակ նույնպես խոսում էին, որ կարող են տալ։ Այնտեղ leading էր։ Այնտեղ գլխավոր դերն էր։ Դե ինչ վրա, ես թվում է տենց ավելի տենց գումարելով եւ այլն տվել, որովհետեւ դե Paul Mescal-ին տվել էին բանի համար, After Sun-ի համար։ Նույն տարին էր։ Չեմ հիշում։ Հա, ես էլ չեմ հիշում։ Իսկ թվում է տենց գումարելով անելով են արել, որովհետեւ հա, բոլոր տեղերը Paul Mescal-ը կար, ստե Paul Mescal-ը չկա, Paul Mescal-ը նույնիսկ այնպես էր, որ ասում էին կարողալ leading։ Ես նույնիսկ տեսա մի երկու գրառում հենց ընթացքում այդ նոմինացիաների հայտելու, որ ասում են, եթե այստեղ չկա կարողա դրել են leading-ի մեջ, բայց հա, ոչ այնտեղ կար, ոչ այնտեղ, որը հա, Համնետի առաջին լուրջ բաստոնն է, բայց առաջի ու վերջի լուրջ բաստոնն է։ Չէ, մի հատ էլ կա շատ լուրջ։ Հա, այդ երևի չեմ ֆիքսել, լավ կխոսենք դրա։ Ես ֆիքսել։ Ֆիքսացած կասես, դե օդերի տեսանկյունից Skarsgård բաց այդ առաջատար 82%, Elordi արդեն երկրորդ տեղում ցածր, նու հավասար Benicio del Toro, բայց լսի դե ինչ տալիս։ 5 չէ, դե Sean Penn-ը ես զուտ մարդկային Sean Penn-ին իհարկե չէի տա, հիմա մնացածը մի հատ էլ Օսկարին գա ծխի։ Հա, հիմա կգա կնստի կծխի։ Լավ դերեր, բայց Skarsgård-ը ինձ արժանի ամեն դեպքում արժի, հա, ինքը տեղին։ Դե որպես կատարում Sean Penn-ն էր ամենալավը, բայց հա, երկրորդը Skarsgård-ը։ Հա, միգուցե տենց։ Դե, սպասենք տեսնենք ինչ դուրս կգա, հետաքրքիր կատեգորիա է այսի ամենը։ Հա, այստեղ դե շատ միանշանակ չի։ Golden Globe-ում էլ ենք ասում, որ ամենապայքարող թվում է թե Benicio del Toro-ի օդերը ինչ կան։ Իրանն ու Elordi-ը մոտ հավասար են, 5.12 Del Toro, 5.69 Elordi երկրորդը։ Զարմանալի է, որտեվ հենցա որ եթե One Battle-ին սկսեն տալ, սենց սաղ տալու են։ Հա, դե կարող է սենց բաներ չտան, հա, օրինակ Skarsgård-ին կարող է ասում զաբլի զասլուգի եւս գումարեն բաժանեն, դե մարդիկ են քվեարկում ամեն դեպքում ու տարի տենում ենք ինչ վատ են քվեարկում, դες որ տեսնենք այս տարի ոնց կքվեարկեն։ Այո։ Մենք կողմ ենք ամենադեպ։ Հաջորդ նոմինացիան supporting actress
Արի քո ուզածը վերջին կասեմ։ Ինգա Իվսդոթիր Լիլեոս։ Էսի մյուս ուզածը։ Ինգա Իվսդոթիր Լիլեոս Sentimental Value, Amy Madigan Weapons, Wunmi Mosaku Sinners, Diana Taylor One Battle After Another եւ Elle Fanning Sentimental Value։ Իդեպ երբ հայտարարում էին նոմինացիաները Օսկարը, հենց ամենաառաջինը սա հայտարարեցին ու հենց միանգամից Elle Fanning ասին, սենց այն որ չէի սպասում, ես տեսեք սպասում էի Odessa Zion, այնտեղ չգիտեմ, միգուցե Gwyneth Paltrow կամ Ariana Grande ու միանգամից այն որ ամենաչսպասածդ մարդուն միանգամից կարտացին ու կոզած, այսինքն կարելի ասել միգուցե եւ հանեցին անցած տարվա complete unknown-ի տեղը էլի միգուցե հա մի նկատառում այնտեղ ինքը լավն էր օդերով 5-րդը Odessa Ezayan-ներ ու սա նշանակում է սա էլ ոնց որ այսպես ասած Marty Supreme-ի առաջի բաստողումն է եթե սկսում ենք բաստողումները ու best picture-ի տեսանկյունից չի ազդում այդքան Դե չգիտեմ, դենց վերցնես ուրեմն Hamlet-ն էլ չունի բաստողում, եթե դու դրա մասին ես խոսում, չէ, ազդում է, ոչ չի ազդում, այսինքն եթե ֆիլմը, եթե Marty Supreme-ը դիտարկում ենք որպես best picture-ի ինչ որ պոտենցիալ հաղթող, այստեղ պետք է լիներ Odessa Ezayan։ Okay, լավ, ուղղակի կարամ sense բան հիշեմ, որ Spotlight ֆիլմը, որ եթե հիշում ենք 15 թվականի best picture-ը, այնտեղ նույնիսկ leading actor-ի նոմինացիա չկար այդ ֆիլմից։ Երկու supporting կային, բացառություն է, ամեն դեպքում ստեղ Elle Fanning-ը այդքան ուժեղ չէր, որ չկարողանային, օրինակ Diana Taylor-ի նման ինչ որ մեկին մտնել, որը կա ստեղ։ Իսկ Diana Taylor-ը եկեք համաձայնենք, ես ինչ չի։ Ես այս ֆիլմի մեծագույն ֆանատ եմ, One Battle After Another, բայց մի տեսակ չեմ զգում, որ Diana Taylor-ին պետք է Օսկար տալ։ Չկա այդ զգացողությունը։ Ֆիլմի հետ է գալիս, ու եթե հիմա ֆիլմի հետ էր գալիս նաև Odessa Ezayan-ը, ինքը պիտի ստեղ լիներ, բայց չի գալիս։ Հա, հետաքրքիր պահ է, էլի։ Օրինակ ստեղ միանշանակ պետք է ինգային տալ, են որ սենց մտածել պետք չի նույնիսկ։ Հա, բայց Մադիգանին էլ է կա։ Okay, կամ էլ։ Բայց իմ համար եւս Diana Taylor-ը ընդհանրապես performance-ը աննկարագրելի է այս թվում, պետք է տալ ու նրան ողջևորել։ Բայց մի անգամ արդեն ասել եմ, որ նույնիսկ այս նոմինացիան իհարկե, լիքը բանափոխում, լիքը Բայց անգլերեն էլ լավ դիտի, Ռենատեից սովորած կլինի, կարա եւ Ամերիկայում անգլերեն ինքը նորմալ խոսում է, հա։ Իդեպ ես վիդեո եմ տեսել, որտեղ ինքը բրազիլերեն է, պորտուգալերեն է, ասեց շատ հստակ պորտուգալերեն է խոսում։ Ու գնացել է անդե Բրազիլիա, ասում է Վագներ Մոուրային էլ գիտի, բան ինչ որ, հա։ Համարը նայեք, հստակ պորտուգալերեն խոսում։ Տարի այնտեղ ինչ որ Մի խոսքով մի հիանալի ազնվորություն է, իրանա պետք տալ։ Հիանալի ես համաձայն եմ, ես Sentimental Value դերասանները շատ են դուրս եկել բոլորը։ Դեմքից էլ է երևում ինգայի։ Օդերի տեսանկյունից Diana Taylor ֆավորիտ 72%, Amy Madigan վստահ, բայց երկրորդ տեղ 20.28%, լավ, կլորացնենք 21%։ Այդպես, տեսնենք Աշկիս էլի Diana Taylor-ն հաղթելու, ինչը ես չեմ ուզի։ Ստեղ բաց է, ինձ թվում է ստեղ էլ խոսակցություն կա, որպես supporting actor-ի նման, ստեղ էլ խոսակցություն կա։ Ես նույնիսկ հավատում եմ, որ Wunmi Mosaku-ին տան, վերցնեն ու տան։ Եթե 1-2 սյուրպրիզ անելու են, ինձ թվում է, էսի հենց են կետերից մեկն է, որտեղ կարան բռնեն ու այդ սյուրպրիզը անեն։ Կետերից մեկն է։ Այսի լավ կլինի սյուրպրիզ լինի ու Diana Taylor-ը չստանա։ Ու Wunmi Mosaku-ն ինձ շատ ա դուր եկել, չգիտեմ։ Այդ ֆիլմում ինքը բոլոր լավն են, դեռ Miles Keaton-ին է կարային տային։ Դե անցնենք հաջորդ նոմինացիային Best Male Actor։ Best Actor նոմինացիան է Իմ կողմից շատ սիրված Timothy Chalamet Marty Supreme, Leonardo DiCaprio One Battle After Another, Ethan Hawke Blue Moon, Michael B. Jordan Sinners, ոնց որ անգամ կատակեցի, իմ այլ կատակեմ, երկու անգամ կարել նոմինացվել։ Smoke Steak։ Եվ Wagner Moura The Secret Agent։ Ամենա անհետաքրքիր կատեգորիան է, ինձ թվում է, որ խոսելու բան չկա։ Մի խոսքով Chalamet-ին են տալու, կամ էլ հանգարց, եթե չտվին DiCaprio-ին են ոնց տալու, ոչ թե Ethan Hawke-ին։ Ոնց որ ինքն է Wagner Moura դեռ ունենք ամեն դեպքում։ Օսկարի մեջ այսօրվա իմ Secret Agent-ը նայելուց հետո ես Wagner Moura-ին շատ եմ սիրում նրա նաև բրազիլացի լինելու պատճառով, բայց ես ընդհանրապես չեմ պատկերացնում թե ոնց կարելի է Wagner Moura-ին տալ Օսկարը ու չտալ դե Chalamet-ին չենք տեսել DiCaprio-ին, չգիտեմ։ Դե, հա, բայց ոչ ինչ որ կարդում ենք, ինչ որ լսում ենք, ինչ որ տեսնում ենք արդեն Chalamet-ն sense լրիվ գալու է։ Լուչը տենց կան, չէ, դե
Դե օդերով Շալամե 80%, բայց երկրորդտեղ Վագներ Մորա 10%, հետո նոր Դիկապրիո 4%, դե սա էլի նախնական խիս, նախնական Golden Globe-ի գրածներին բերել են, էլի, հա։ Այո, նորմալ է։ խիս դրա ազդեցությունն է, դե մենք էլ անցնենք լավ կատեգորիայի լավագույն դերասանուհի նոմինանտներն են Ջեսի Բակլի, Ռոզ Բիրն, հա, Hamnet եւ If I Had Legs I'd Kick You համապատասխանաբար, Kate Hudson Song Sang Blue, Renata Reinsve Sentimental Value եւ Emma Stone Bugonia։ Ինչ գործ ունի այստեղ Emma Stone-ին է ասելու։ Իրականում Իրանն ես չէի, բայց Kate Hudson-ը, ինչպես նշեց մեր ընկերներից մեկը Hate Hudson-ը, ինքս վերջում emerge եղավ, չէ՞, լրիվ բանի նման, Անդրեա Ռայսբորոյի նման, ասենց չկար Ռայսբորոյի նման չի, որովհետեւ Անդրեա Ռայսբորոյին ոչ մեկ չգիտի, Kate Hudson-ին բոլորը գիտեն, հա, 20 տարի տենց շատ լավ կինոներ տենց երևի չենք տեսել։ Almost Famous-ից հետո, բայց ասում են, որ ստեղ ինքը նույնիսկ ավելի լավ է խաղում, իր բացարձակ best-ն է, ես դեռ չեմ նայել ֆիլմը, բայց այսօր չէ, բայց նայելու եմ։ Ես որը problem է սնգյակի չեմ տեսնում, ինչի չեմ տեսնում, որտեղ չեմ տեսել այդ Testament of Anne Lynn դեր, որտեղ որ ասում են Amanda Seyfried-ը շատ ուժեղ է, բայց մնացածները դե գիտենք էլի որ ոչ Լորենսն է ստեղ լիդերը։ Դե ինչ էի ուզում ասեին բոլոր սիրած դերասանուհիները դուրս մնացին պայքարից եւ Ջենիֆեր Լոուրենսը եւ Ամանդա Սեյֆրիդը եւ Chase Infinity-ին։ Բայց Chase Infinity-ի համար ես այդքան էլ չեմ տխրել իրականում, որովհետեւ ես ոնց որ Տիանա Տեյլորի պարագայում չէի զգում որ Chase Infinity-ին պետք է այստեղ best leading actress-ի նոմ ստանա։ Նույնիսկ ստանա էլի, չէ, leading-ի Chase Infinity-ին։ Chase Infinity-ին։ Այսինքն ես չէի զգում որ ինքը էլի ֆիլմի հետ է էլի լինելու, ինքը նենց ինչ որ առանձնահատուկ, չգիտեմ, Chase Infinity leading-ի նոմ պետք է։ Ստեղ պետքա լիներ ինքն էր օդերը։ Վայ leading-ն ենք խոսում, ուղեղը սանջած։ Իրականում Kate Hudson-ը ոնց էր ավելի շատ Chase Infinity-ի տեխնա էլի գրավել, որովհետև այնտեղ Seyfried-ն ու Lawrence-ը արդեն ներքև էին էլի, այսպես ասած, բայց չեմ տխրել Chase Infinity-ի համար, իրականում ուղղակի տխրել եմ այն մյուս երկուսի համար, իխասկա։ Իսկ Emma Stone-ը ստացավ իր 5-րդ actress-ի նոմինացիան ու ինչպես հետագայում կպարզվի եւս երկուս էլ կունենա, եւս մեկն էլ կունենա, ինչը նրան կդարձնի ամենաերիտասարդ անձնավորությունը, ով ունի 7 Օսկարի նոմինացիա արդեն։ Երկուսը, այսինքն որպես պրոդյուսեր, այնտեղ պրոդյուսերներ էլ ունի, այսինքն ինքը ամենաերիտասարդ անձնավորությունը ունի 7 նոմինացիա։ Հա, բայց նա շրջանցում է Meryl Streep-ին, բայց այստեղ մի հատ բայց կա, որ Meryl Streep-ինը բոլորը դերասանական նոմինացիաներ են։ Երկու հատ արդեն։ Չէ, Meryl Streep-ը դերևս օքեյ է։ Օքեյ է, դե հերույ է, հələ։ Դե կհաղթի Ջեսի Բակլին, թվում է թե հա, բացահայտ ֆավորիտ կամ Ռոզ Բիրնը, բայց հաշվի առնելով, չգիտեմ, էլի որ ֆիլմը ամեն դեպքում ավելի, այսպես առաջի երյակի մեջ գտնվող ֆիլմ է, երևի հաշվի առնելով overnight-ը ասում է որ պետք է հաղթի, չգիտեմ։ Okay, դե ես էլ իրականում որպես չնայած ես Ռոզ Բիրնին էլ եմ շատ սիրում իր Պրոֆեսոր X-ի Կալյասկան քշող պերսոնաժի համար, սիրում եմ իրան այդ դերի համար, Մոյրա Մակտագեր։ Այո, բայց Ջեսի Բակլին մի քիչ ավելի շատ եմ սիրում։ Հետո գիտեք, այստեղ դրա մասին են խոսում, որ այդ publicity-ին բան շատ մեծ նշանակություն ունի, հիմա Ջեսի Բակլին գնում է բոլոր այդ award show-ներին, այնտեղ բավականին հետաքրքիր, ասենց ասեմ, ինքը բոլորի highlight-ն է, էլի, բոցավիկ է ինքը։ Չէ, բոցավիկի հարցը չի, այլ շատ այսպես անկեղծ խոսում է ու նոր բաներ է ասում։ Ռոզ Բիրնը տխուր դեմքով նստած է, տենց առանձնապես ոչ մի չէ։ Դերը դեմքն է, տենց։ Հա, դեմքն է, դեմքն է, բայց դա այդ առանձնապես մեծ նշանակություն չունի, էլի, այսինքն, ասենց ասեմ, քո award-ը եթե սեփական ունենար, կուզեիր, որ այդ award-ը տաներ Ջեսի Բակլին։ Դե թվում է թե, հա, մենք բոլոր սիրում ենք իրան ու հիշում ենք իր լավ ֆիլմերը, ինքը այն տեսակ ֆիլմերում է խաղացել, I'm Thinking of Ending Things, եթե չեք նայել գնացեք նայեք, այնտեղ չգիտեմ Wild Rose-ը, որը ես չեմ նայել, պետքա գնամ նայեմ, ինչու՞ չէ The Lost Daughter-ում Օլիվիա Կոլմանի երիտասարդ նրա տարբերակը, մի խոսքով լրիվ օսկարային դերասանուհի է ինքը,
այս տարի եթե Armageddon տեղի ունենա եւ նա Օսկար չստանա, մի օր կստանա ուրիշ երկրագնդի վրա։ Ես կրկին 1 տարով կբոյկոտեմ Օսկարը, եթե Ջեսի Բակլին չստանա։ Մեկ դա այսքը միջև հաջորդ Օսկարը գալը։ Մի Օսկարից միջև հաջորդը բացել թող։ Այո, ինքը բոյկոտել է La La Land-ը չստանալու ժամանակ։ Չէ, La La Land-ը հələ հեչ բան Boyhood-ի ժամանակ։ Boyhood-ի ժամանակ, այդ մինչև La La Land-ը։ La La Land-ը ապաստեսա երրորդը կլինի։ Ծիծաղելու էր, այդպես բոյկոտել։ Դե հա, բայց այնտեղ ես կվիճեի իրականում, որտեղ հա։ Եվ անցնենք այս սեգմենտի վերջին նոմինացիային, նոր նոմինացիա է։ Քանի որ խոսացինք դերասաններից, խոսանք նաև casting-ից, այսինքն այս տարի մենք ունենք Best Casting նոմինացիան, որտեղ նոմինանտներն են հետևյալ ֆիլմերը. The Secret Agent, Marty Supreme, Hamnet, One Battle After Another եւ Sinners։ Այո։ Ну, մի անգամից այստեղ ասեմ, որ ֆավորիտ է Ստոդերի Sinners-ը, բայց այստեղ հարցը առաջամ, երևի դա Օսկարից հետո կիմանանք կամ ընթացքում, թե ոնց են որոշում կաստինգը ըստ ինչի են գնահատում։ Ըստ նրա թե ում բերել են ու ինչքան լավ են խաղացել, թե ըստ նրա թե ում են բերել, այսինքն ինչ-որ այսինքն արդյոք սա SAG Best Ensemble-ի նման ինչ-որ Հա, ինձ թվում է դրա նման ինչ-որ բան է, բայց այդ դեպքում էլի ծիծաղալու է, որովհետև ծիծաղալու մի բան կա։ 4 դերասան բաժանված են կատեգորիաներով sentimental value-ից, բայց ինքը նոմինանտների մեջ կա, շատ չգիտեմ։ Դե կարող է կաստինգը առհա, то есть բոլորը իրար հետ են, կարող են տաքսի քշող մեկ չէ, հայերը խեն ամուսին է որ հա ֆուտբոլ է նայում։ Ամուսինը շատ լավ է։ Հա, կարող է, դե չէ, sentimental value-ն արշակ պետք է լիներ։ Secret Agent-ում կա մի հատ այդպես performance։ Դա Wagner Moran-ը։ Այնտեղ մնացածը այդպես performance-ներ են, էլի։ Դե կարող է գիտես ոնց, օրինակ իմ պատկերացմամբ ոնց կարա լինի, դե փաստացի երկրորդ պլանը եւ առավել եւս massive կամ վերջորդ պլանը դեկորացիա է, ճիշտ է, այսինքն ոնց որ կարելի է դիտարկել երևի ոնց դուք ընտրեիք լավագույն ձեկ, то есть ինչքանով է կողքի ամեն ինչը այդ ատմոսֆերան ստեղծում, ոչ թե միայն ասեն գլխավոր օժանդակ դերասանները։ Չգիտեմ, էսի sense պրոստը հիմա այդ ինքը առաջացավ։ Դե մի խոսքով, դե այստեղ թվում է թե Sinners-ը հաղթի բոլոր դրամասին են խոսում, չեն էլ նույնիսկ ինչ-որ այլ բան ենթադրում, չնայած այստեղ արդեն ես One Battle-ին կտայի։ Դե հա, օրինակ Diana Taylor Chase Infinity թվում է թե համատաբար նոր ինչ-որ դեմքեր են։ Դե շատ լուրջ casting է արած, որովհետև դու պետքա դե գիտեք այդ պատմությունը, որ Paul Thomas Anderson-ը ասում է, ես չգիտեմ 20 տարի ես բանը սցենարի մոտ դրած եղա, ես սպասում էի երբ է գալու Chase Infinity-ին, որ այս դերը կատարի, դա շատ մեծ նշանակություն։ Diana Taylor-ը գիտենք, որ այդպես sense ոնց ասեմ, որ շատ կոպիտ չի, բայց դες պրոֆեսիոնալ շատ դերասանուի չի։ Այդ բառը մնաց ասես։ Դե չէ, ասեցնա որ իրոք ինչ որ որակյալ կաստինգ է արված, ամեն մեկը իր տեղում է։ Regina Hall-ը, Alana Haim-ը, այո, Alana Haim-ը, դեռ ինչ դեմքեր կային, հա։ Ես կոնկրետ եթե ես տալու նեի, ըստեղ ես կտայի One Battle After Another։ Մոռանում ենք այն նոր տարվա ոնց էր կոչվում այդ սաստավը Клуб Рождественских есімей։ Հա, այն 5 այդ սաստավը ասենք դրանք բա։ Հա, լավ, ինչ հիանալի խումբ է։ Այո։ Դե ինչ, կաստինգը Favorite Sinners այդքան է այս հատվածում։ Այսքան է այս հատվածում։ Անցնենք մեր հաջորդ սեգմենտին եւ այստեղ առաջին կատեգորիան դա Best Production Design, չնեմ հայերեն ոնց կլինի, լավագույն production design, լավագույն բեմանկարիչ, լավագույն բեմանկարիչ, այո, բեմանկարչություն։ Ամեն դեպքում նոմինանտներն են Sinners, Hamnet, Frankenstein, Marty Supreme, One Battle After Another, անուններն են, որը 1000 անգամ այսօր հնչել են ու հնչելու են։ Եվ մեղսագործներն ասիր։ Sinners ասեցի։ Ամեն դեպքում Sinners։ Հա, այստեղ ի՞նչն է, երևի թե Sinners-ն է, հա, տանում, թե ով է տանում։ Դե Frankenstein-ը առաջի տեղում ատրիվով բավականին մեծ 85%, Sinners երկրորդ տեղ 10%, էլի սա շատ վաղ օդեր են, հա։ Բայց ես արդեն ունեմ այն հավատը, որ Frankenstein-ը թվում է թե այս տեսակ բաներում
բացահայտագույն ֆավորիտ է, էլի, այս տեսակ այս crafting-ում այսպես ասած, էլի, չգիտեմ։ Դե բայց էլի միանշանակ կատեգորիա չի կոնկրետ այս մեկը, որտեվ Sinners-ին էլ հանգիստ կարող են տալ։ Մյուսներին երևի այդքան հանգիստ չեն կարող տան, անհանգիստ պետք է տան, բայց ես օրինակ չգիտեմ, Hamlet-ը արդյոք այդքան լավը չի այս պարագայում, եւ միգուցե լավ։ Դե չգիտեմ։ Դա ուն դեպքում ինձ թվում է մի քիչ դժվար է խոսել ֆիլմերի մասին, որոնք դեռ չենք տեսել։ Նու լսելու բանով ենք էլի բանով, այդ ակնհայտորեն տես օրինակ արդեն մոռացա ինչ որ մի կատեգորիայում ասեցիր, էսի տեսել եմ ու սենց եմ զգում, բայց այն ինչը չես տեսել, չես կարա քո զգացածը էլի ունենաս։ Ամեն դեպքում Frankenstein գլխավոր ֆավորիտ, անցնենք երևի հաջորդ կատեգորիային, դա է սինեմատոգրաֆին, հա։ Ահա, Այստեղ նոմինանտներն են One Battle After Another, Frankenstein, Marty Supreme Sinners եւ Train Dreams. Adolfo Veloso. Վերջապես կատեգորիա, որտեղ վերջապես Train Dreams-ը ինչ որտեղ հայտնվեց։ Լուրջ, հա։ Շատ լուրջ դեմքեր են իրականում, այստեղ որ անունները կարդում ես Darius Khonji, Marty Supreme, ինչպիսի անուն։ Նու այստեղ չգիտեմ, թվում է թե One Battle-ն ունի իր այդ բանը ունի, հաղթողի կերպարը ունի այստեղ, բայց ես անձնապես բալետ եմ անում այդ պորտուգալական ազգանունով Adolfo Veloso-ին։ Դա որներ Train Dreams։ Պորտուգալական որտեղից ես վերցրես։ Որովհետև տենց ֆուտբոլիստ կար Veloso ազգանունն է, բայց հա Train Dreams-ի մասին երբ որ խոսում էինք այդ ժամանակ ասի որ պորտուգալացի տենց ֆուտբոլիստ կար, անունը Miguel Veloso էր։ Նույն ձևի էր գրվում, գիտեմ։ Ինչևէ, հա, ես էլ երևի հակված այդ կասս տարբերակով, եթե Train Dreams-ը հաղթի, անչափ ուրախ կլինեմ, եթե One Battle-ը հաղթի, ուրախ կլինեմ։ Իդեպ ես ինչքան գիտեմ, Sinners-ի օպերատորը առաջին սևամորթ կինն է, ով լավագույն օպերատորի տեխնացի է։ Հա, կարելի։ Սպասի, սևամորթ էր թե ֆիլիպինացի էր։ Ես ինչքան գիտեմ, սևամորթ չէ, ճիշտ ես, առաջին colored կինն է, ոչ թե սևամորթ։ Այսինքն հնարավոր է սևամորթ չի, ես իր տեսքը չեմ տեսել, էլի։ Չէ, ինձ թվում է, բայց բան ես, մի բան խառնում։ Չէ, հստակ եմ ասում։ Այստեղ մի ուրիշ բան ենք մոռացել, ինչքան ես հիշում եմ Sinners-ի production design-ի համար նոմինանտը, իր քանի 100-րդ նոմինացիան է ստացել ու տենց ռեկորդներ ա խփել։ Google-եցի չկա American cinematographer արտաքինից էլ profiling անել չեմ կարող անել Autumn Darland ֆիլիպինացի heritage-ով է ինքը։ Autumn-ի պատճառով ես ասում։ Լավ, դա ամեն դեպքում էական չի, էդի հետո մենք ինքներս կարանք կոմենտում գրենք։ Օդերը Sinners առաջին տեղ 66%, երկրորդ տեղ Train Dreams 25%, շանսեր կան, այո, դե Train Dreams-ը ոնց որ քննարկելու ժամանակ ենք ասել, ցանկացած կադր պաուզա ես տալի, տպում ես, կախում ես պատից, դնում ես desktop, շատ գեղեցիկ ամեն վարքյանը, ամեն սցենան։ Եվ չգիտեմ, խոսել եք դրա մասին թե չէ, որ այնտեղ բնական պաժարներ են, բնական պաժարներ, քիչ ծառեր են փորձել վառեն, ինչ որ էլի սինեմատոգրաֆի համար գուցե շահեկան բնական լույսով են նկարել։ Նու այստեղ նա երևի օպերատորությունը իրանք մի քիչ sense երկու տեսանկյունից ելնելով են օպերատորի նոմինացիան տալիս, մեկը երևի կադրային տեսանկյունից, իսկ մյուսը թե ինչքան դժվար է նկարած։ Օրինակ իմ կարծիքով կադրային One Battle After Another չունի այն կադրերը ինչպիսին են սրանք, բայց այնտեղ միգուցե կա ինչ-որ տենց շատ բարդ աշխատանքի պահերը կա, որը բարդ է, ու իմ համար մի քիչ զարմանալի է, ինչպես եւ մենք երեք քննարկեցինք, Ֆորմուլա 1-ի բացակայությունը այս կատեգորիայում, որը երևի թե սինեմատոգրաֆին շատ լավներ այդ։ Գուցե, բայց դե թվում է թե նենց նոմինանտներ են, որ բայց ոչ բոլորն ենք տեսել։ Այստեղ կա մի նաև մի այսպիսի հարց նաև Hamlet-ը չունի նոմինացիա, որը թվում է թե բավականին հետաքրքիր է։ Բայց պետք է ունենար։ Ուներ, որտեղ ինչքան հիշում եմ Critics Choice-ում թե որտեղ ուներ։ Դե գուցե, հա։ Բայց դա այստեղ ում պիտի հաներ, դե մենակ Marty Supreme-ը չենք տեսել, իսկ մնացածը թվում է թե լրիվ իրանք էին։ Դե քանի որ ասեցիր Formula 1 անցնենք հաջորդ նոմինացիային, որը որ editing-ն է, եւ այստեղ նոմինանտներն են բացի, հա, մեր standard Sinners Marty Supreme One Battle After Another, կա Sentimental Value, editing-ով եւ Formula 1։
Այո։ Դե այստեղ ինձ համար ամենա այսպես հետաքրքիր փաստային էր, որ sentimental value-ն է այս կատեգորիայում, որտեղ editing-ում միշտ դնում են, ոչ միշտ, բայց սովորաբար դնում են հենց այն կինոները, որոնք որ ինչ-որ շանս ունեն հաղթելու, Best Picture-ը հաղթելու, ու սա այսպես elevate-ան բարձրացնում է sentimental value-ի շանսերը, որովհետև 4 դերասան եւ editing sense շատ լուրջ է, էլի հələ հետո էլի ալինել։ Կարևոր եւս մեկ։ Ոչ եմ, այս sense շատ զարմանալ էր իմ համար, sentimental value-ն editing-ի մեջ, որտեղ տենց չես մի անգամից մտածում, որ տենց editing-ը իսկ նայ, իսկ որ ֆիլմը չկա դες։ Դե Համնետը չկա։ IS-ի գլխավոր սնաբն է Համնետի, ինչը հուշում այն մասին, որ Best Picture 95%-ով չի հաղթի Համնետը, որովհետև եթե դու editing-ում չկաս ու F1-ը կա, այնրանք բոլորը կան, հետևաբար Համնետը արդեն լրիվ դուրս է մնում Best Picture-ի պայքարից։ Հա, սա շատ լուրջ Այսի արդեն սինեմատոգրաֆի չի, սա editing-ն է, էլի, հա։ Editing-ը շատ լուրջ է։ Իսկ editing-ը հենց վերջնական պրոդուկտի մասին է, editing-ը ինքը հենց Best Picture-ի խորհրդանիշերից մեկն է, այսպես ասած, էլի։ Այստեղ բան է լինում, էլի։ Լրիվ համաձայն։ Դե ստոդերի էլ One Battle After Another առաջին տեղ 74% եւ երկրորդ տեղ Formula 1 F1 19%։ Հիշում ես շղթդղկերը դա ինչ էին, հա։ Դե արժանի է իմ կարծիքով, հա բլոկբաստեր է, հա ստանդարտ սյուժե է, արժանի միգուցե, բայց ինձ թվում է այստեղ One Battle-ի պայքար չկա։ Չպիտի կատեգորիայում, հա այդ հելնել իջնել է One Battle, մենակ այդ կտորի համար արժի տալ, հա։ Այն կադրերի մտնել հելնել իրար մեջ գնա էսի։ Միայն ասենք որ կինո նայում ես, կոնկրետ ես որ նայում ես, հենց մտածում ես էսի լավ editing-ը։ Չէ, շատ։ Այստեղ նույնիսկ ուրիշ բաներ կարան Mission Impossible կարար լիներ եւ այլն, բայց բոլորովին դուրս մնացին իրանք ամեն ինչից եւ եկավ F1-ը։ Այո, եկավ F1-ը եւ F1-ը եւս մեկ տեղ եկավ։ Հիմա F1-ի դարն է սկսվում։ Հաջորդ նոմինացիան Best Sound նոմինանտներ F1, Sinners, Sirat, One Battle After Another, Frankenstein։ Այստեղ տենց ես ոչ մի բան չգիտեմ ես համ ասում, մենակ գիտեմ որ Sirat-ում այդ sound-ը շատ են գովում։ Շատ են գովում, ես ֆիլմը նայել եմ։ Ես գիտեմ որ Մարտինը Sirat-ը չի հավանել։ Որտեղ Sirat-ը հայտնվում է, ես ասում եմ ուրիշ ֆիլմ պետք է լիներ, ուրիշ ֆիլմ պետք է լիներ Sirat-ի տեղը։ Ну միգուցե ես մի քիչ կողմնապահ եմ, ինքը ամեն դեպքում ես մի քիչ այս տեսանկյունից բավականին բան է, զգացում եմ որ ոնց է աշխատած, ոնց է արած այդ տեխնո երաժշտությունը, sound-ը ոնց է մտցրած, ոբշե հետաքրքիր է, բայց չգիտեմ, այստեղ ես օդերին չեմ հետևել, sound, չգիտեմ, միգուցե եւ էլի One Battle, թե մի հատ էլ էսպես իստումա կստացի Sirat-ում այդ շանսեր ունի, ուստեղ մի հատ էլ բան կա, բայց կա որ պետք է առաջի ֆիլմն է sound-ի կատեգորիայում, որտեղ sound team-ը ամբողջովին կազմված է կանանցից։ 3 կինեն, ահա, սա որը Sirat-ը, նայ հենա Ամանդա Villavieja, Laia Casanovas, տենց ազգանունը, ու Yasmin Praderas։ Այսի չէի դիտարկել, բայց օդերով երկրորդ տեղ ինչպես շատ տեղերում երկրորդն է Sinners, իսկ առաջ տեղ F1։ 77%, երբ Sinners-ը այսինքն գրեթե հաղթած է թվում։ Դե այս օդերի, այս պահին, հա։ Հետաքրքիր է, դե այնպես բլոկբաստեր է, որ ինձ թվում է ինչ-որ մի բան փախցնելու է։ Դե հա ինչ-որ բան պիտի տանի, չի առաջատար ֆիլմերից մի բան փախցնելու է, ինձ թվում է։ Այո։ Հուսանք չէ, բայց Դե ես sense բաներ կարա տանի հանգիստ։ Հաջորդ նոմինացիան Best Visual Effects։ Sinners F1, Jurassic World Rebirth, Avatar Fire and Ash եւ The Lost Bus, որի մասին մենք խոսել ենք մի քանի եթեր առաջ, կարող եք բացել նայել։ Շատ հաճելի նոմինացիա է։ Paul Greengrass-ի համար շատ լավ ռեժիսոր, շատ հաճելի նոմինացիա, բայց բացարձակ ֆավորիտ, բացարձակ էս տենց թվեր ոնց որ թե միջ այս չէ եղել, 93, բայց հաջորդ տեղ ընդամենը 4, առաջ տեղ Avatar Fire and Ash։ Այդտեղ թվում է թե միայն visual effect-ների մասին է այդ ամբողջ ֆիլմը, հենց որ հա երևի ինքն էլ կռիչը որ վառվում է։ Հա, դա այսօր վերանայել եմ այդ հատվածը, շատ սիրուն է։ Գեղեցիկ է, ու ես շատ ուրախ եմ, երբ որ մենք մեր ծրագրի ժամանակ ասենք, բայց այս Lost Bus-ի կրակը շատ լավն էր։ Ուշադրություն չեն դարձնելու Օսկարում visual effect-ների համար, ու դարձրեցին, մեզ լսեցին։ Բայց միտսեք դա շատ
Թումոթի շոտ տենց ուժեղ Ինչ ֆիլմերը ստարի չեն էլի։ Այս տեսանկյունից դե Mission Impossible-ին բանի տեղ չեն դրել շատ Superman-ին չեն տվել նոմինացիա։ Դե visual effect-ները օրինակ Superman-ի իմ կարծիքով հաջող չէ, Fantastic Four-ն է հաջող, то есть սուպերգերոյսկի ֆիլմերը որ տիպիկ ֆիլմերը ոնց որ ստեղ չկան։ Ու ինչն է դա դրանք բոլորն էլ որ լինեին, միևնույնը հաղթելու էր մեկը ավատարը, դե դժվար է դրան պայքարել, Jurassic World-ը ընդհանրապես ինձ թվում է հա այստեղ դե կարող է F1-ը տանի ամեն դեպքում բայց Sinners-ն է երկրորդ տեղում ինչ որ մուլտիվսելենն է այո եւ վերջապես անցնենք իմ ամենասիրած նոմինացիաներին ու սկսենք Best Adapted Screenplay նոմինացիայով լավագույն ադապտացված սցենար նոմինանտներն են Frankenstein, Train Dreams, Bugonia, Hamnet եւ One Battle After Another Ну, այստեղ կան մի անգամից ասեմ, որ օդերով շատ ուժեղ առաջ է տարա One Battle After Another-ը, երկրորդ տեղ Hamnet, բայց 90%-ի մոտով 85%-ի տարբերությամբ, այդպես։ Էս էլ երևի թե ամենայն անվիճարկելի կատեգորիաներից մեկն է, այդ Vineland գրքի ադապտացիան նրա կողմից, բայց նես չի որ սենց անմիջապես ադապտացիա արած, այլ լրիվ տենց հա դրա համար են էլի ասում հումորներ բաները ավելացրել, լրիվ տարբեր բաներ, լրիվ սյուժեն փոխել է, բայց ոնց որ հա այդ ամբողջ այդ revolutionary այդ մարտիկ, որոնք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանանում, այդ ամեն ինչը այդ գրքից է, դե ռազիչ խոսում եմ, ասեմ որ դե ոնց որ ստեղ ոչ մի բան չկա էլի։ Ну չգիտեմ, այստեղ ես Train Dreams-ի նոմինացիայի համար եմ շատ ուրախ։ Ես էլ այդ ուզում ասեի։ Ասա։ Չէ, դե ուզում եի ասեի որ դե ոնց որ արդեն գիտենք ստեղ որ Պոլտավաս ամուսնալա հաղթելու, դից համարյա շանս չկա էլ ինչ որ ուրիշ բան տեղի ունենա, բայց Train Dreams-ի նոմինացիան իրոք vocation չողա։ Դե հա, նու իմ համար էս One Battle After Another-ի այդ մի հարցն է, որ քննարկել ենք, որ թվում է թե ավելի շատ vocation-չվել է ստեղծագործությամբ, քան ուղղակիորեն ադապտացրել է, բայց դե գլխավոր ֆավորիտ երևի այդպես էլ դուրս կգա արդյունքում։ Այստեղ հետաքրքիր է որ ինչ որ հայտնի բաներ կան այստեղ, հա, Բուգոնյան ինքը հայտնի կորեական ինչ որ սցենարի ադապտացիա է, չէ՞, այդ որ եղել է ֆիլմել է, ֆիլմ է եղել, այսինքն ինքը based է հենց դրա վրա, հա։ Հա, ֆիլմը լրիվ նույն ձևով գնացող, լրիվ նույն ավարտով։ Լրիվ նույն բանով, հա։ Մերի Շիլիի ստեղծագործության ադապտացիա ունենք։ Այո, հա։ Հետաքրքիր է լավ, այստեղ որը մենք կարդացինք եւ մանրամասներով պատմեցինք տարբերությունները։ Այո, եւ թող հաղթի պայքարից հետո։ Դե անցնենք ուրեմն adapted-ից հետո original screenplay-ին, այսինքն լավագույն օրիգինալ սցենար, հա։ Նոմինանտներն են Mary, Marty Supreme, It Was Just an Accident, Blue Moon, Sentimental Value եւ Sinners։ Այստեղ հետաքրքիր է Blue Moon-ը, չէ՞։ Այսինքն եթե չլիներ Blue Moon-ը, ուրեմն ով պետք է լիներ այստեղ։ No Other Choice-ը։ Հետաքրքիր բան ես ասում։ No Other Choice-ը փաստորեն No Other Choice-ը ինչ։ Եթե լիներ, էլի, պարզվում է No Other Choice-ը ինքը Օսկարում չկա ընդհանրապես։ Չէ, բայց չեմ կարծում։ Դա ինքը օրիգինալ էր, էլի այնտեղ screenplay-ների մեջ տես չեմ կարծում։ Չէ, բանանում, հա։ Ну, տարօրինակ է Blue Moon-ի այստեղ հայտնվելը, նու զուտ երևի։ Դե տարօրինակ է, բայց screenplay, հա, կանոնավոր Linklater-ն է, ցանկացած Linklater-ի կինոյի screenplay-ի, հա, ձևի սրան կարելի է տալ նոմինացիա, դեռ ինչ որ խնդիր չկա։ Ինձ համար ասեմ, որ այս 5 ֆիլմի մեջ screenplay տեսանկյունից ամենա իմ կողմից ոնց ասեմ գնահատվողը Sentimental Value screenplay-ն է, որովհետև այդ ֆիլմը թվում է թե հենց այդպես, չգիտեմ, սցենարային ավելի շատ սցենարի վրա հիմնված ֆիլմ է, ի տարբերություն մյուսների, Sinners-ի, այնտեղ էլ ինչ կար մյուսներին Marty Supreme-ը չենք նայել, բայց հա, ասենց որ նայում եմ տրեյլերը մի քիչ թվում է թե ուրիշ ոճի է։ Իսկ թվում է ստանդարտ սպորտ դրամա է։ Ավելի շատ դեպքերի վրա հիմնված
ֆիլմ է, էլի որ դեպքերին պետք է հետևես, հետևես, Իդեպ շանս ենք ունենալու դիտել չէ։ Հա, արդեն պետք է գովենք մեր կինոթատրոններից մեկին, մասնավորապես կինոպարկին, որը ամսի 24-ից ամսի ասելով նկատի ունենք հունվարի 24-ը, հունվարի 24-ից ցուցադրելու է Մարտի Սուպրիմը։ Շնորհակալություն հայտնենք կինոպարկին, եւ սա գովաս չի, բայց կինոպարկ, եթե կուզեք ձեզ գովաս դենք, մենք միշտ պատրաստ ենք։ Ջորջ Սեֆտի ֆիլմը կգա Հայաստան, այո, ինձ չգիտեմ, լավ կատեգորիա է, ֆիլմերը բոլորը լավն են, նու հաղթելու է թվում է թե Sinners-ը իրականում, բայց գլխավոր ֆավորիտ։ Հա, ես միանշանակ այստեղ Best Original Screenplay կտայի հուզական արժեքին։ Հուզական արժեքին։ Դե երկրպագելու եւ սրտի տեսանկյունից գուցե ես էլ, բայց ես նաեւ չեմ ջղայնանա եւ ասի ես Օսկարը հերթական անգամ ամեն ինչ որ անհասկանալ ձև արեն, եթե Sinners-ը հաղթի, ես եւս լրիվ օքեյ կլինեմ դրա հետ։ Նու այստեղ մի քիչ կարող ենք ուրախ լինել Ջաֆար Պանախի համար, ով ի վերջո ստացավ իր լավագույն սցենարի Օսկարի նոմինացիան եւ կարող է ինչ որ չափով ուրախ լինել, որ տենց ստացվեց այս անգամ։ Այո։ Դե հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին եւ երկրպագում ենք փաստորեն sentimental value-ին։ Միանշանակ։ Երկրպագենք։ Այո։ Եվ վերջին երկու գուցե կարևորագույն նոմինացիաները Best Director, լավագույն ռեժիսոր, Ryan Coogler, Chloe Zhao, լավ ֆիլմերն է ասեմ, Ryan Coogler Sinners, Chloe Zhao Hamnet, George Safdie Marty Supreme, Joachim Trier Sentimental Value եւ Paul Thomas Anderson One Battle After Another։ Ասենք, որ էլի է ստոդերի, ըստ բոլոր խոսակցությունների ոնց ասեմ, անձեռն մխելի, անսասան, անկասկածելի առաջատարը Paul Thomas Anderson-ը Հիանալի անձնավորություն։ Ով ինտերվյուներից մեկի ժամանակ ասաց, որ բոլոր ռեժիսորները փոքրուց ցանկանում են car chasing ֆիլմ նկարել, ես էլ ես նկարեցի car chasing ֆիլմ Chase Infinity-ով։ Մի նկատառում այստեղ հետաքրքիր է տեսնել Sentimental Value-ի Joachim Trier-ի նոմինացիան արգայությունը այս կատեգորիայում, որովհետև թվում էր թե կանխագուշակում էին Guillermo del Toro-ին, բայց արի ու տես, որ արդեն ասացինք, թվում է թե Sentimental Value-ն այսպես լավ նայել են դրամները բոլոր կատեգորիաներում սագի դրամներ, որոնք թափես երևին են Sentimental կամ բացել են տեսել են սուբտիտրը հա կամ Norwegian ասել են չէ չենք ուզում Jennifer Lawrence-ը բացել է տեսել այս ինչ սուբտիտրը զայնը ասած մի տեսեք ես ինչ անգլերեն է նու այստեղ եկեք այլ մի քիչ այլ մոտեցում ցուցաբերենք տեսեք ինչ դեմքեր ունենք այստեղ շատ լուրջ դեմքեր են շատ հաճախ չի լինում որ best director-ում ես կարդում ես մարդկանց անունները ու ինչ որ sense երևելի մարդիկ են լինում էլի պայտակ ինչ որ sense Լևի best director-ի նոմ է լինում դե Ջորջ Սաուդին նու այստեղ ինքն է թվում է թե Ryan Coogler-ով թվում է թե ստայի չստանա մի օր ստանալու է միգուցե հենց հաջորդ նոմինացիայով իր Chloe Zhao-ով արդեն իր բոլոր օսկարները ունի հրաշալի իր Nomadland-ով George Safdie-ն դե մի բան կլինի նրա հետ ինձ թվում է նա շատ չի տխրի։ Դա դեպքում նոր է մեծ հաշվով մեծ խաղում է։ Նու չէ, իրանք եղբայրներով շատ էին նկարում, բայց այս տեսակ sense արդեն Joachim Trier-ով Եվրոպայի երևի լավագույն ռեժիսորներից մեկն է։ Հիմա արդեն նրա երկրորդ ֆիլմն է, որ շատ բարձր praise-ի արժանանում, այսպես ասած, աշխարհի վատթարագույն մարդը ֆիլմից հետո էլի Renate Reinsve-ով, տենց էր չէ, the worst person in the world։ Եվ դե այս թվում է թե այս անգամ Օսկարը ոչ միտեղ չունի փախչելու, քան գնալու Paul Thomas Anderson-ի գիրկը, այսպես ասած։ Հուսանք, որ իրոք չի փախչի, եւ հուսանք, որ Paul Thomas Anderson-ը վերջապես արժանապատվորեն իր մի քանի օսկարներ բոնգի նման գրկած օսկարները ոչ միայն բոնգի, այլ նաև Շոն Բեյքերի այս տարի տեսնել ենք ինչպես Paul Thomas Anderson-ին մի քանի օսկար գրկած ուղղակի Paul Thomas Anderson-ը ի տարբերություն Շոն Բեյքերի էդիթինգի բանը օսկարը իր ձեռքում չի ունենա, որովհետև այնտեղ
screenplay կարող է դե ասած նա editing-ին է հենց որտեղ directing եւ movie, որտեղ նա ինքը producer է։ Այո, հա, բայց նկատի ունեմ, որ այնտեղ editing-ն էլ էր Շոն Բեյքերը ինքն էր արել, հենց editing-ի բան Օսկարն էլ էր իր ձեռքում։ Այդ Դա այստեղ ինքը այլ կունենա նրա տեղը, որտեղ այտենց в общем։ Այսինքն հաջորդին անցնենք Եվ վերջին գլխավոր ասենք երեկոյի վերջինը հենց best picture-ն են, չէ՞։ Միանշանակ մի տարի են խախտել այն տարին, երբ Խլոյ Ժաոին տվեցին, թե չտվեցին, ոնց արեցին։ Հիշում եմ, որ Էնթոնի Հոփկինսին տվեցին best actor Best Picture-ից հետո ինչ որ տենց մի բան։ Այդ տարին հիշում եմ մի այդպիսի կորոնայի տարիներ զալում եսի միջին։ Սովորաբար վիշընկնատոր։ Սովորաբար իմ բոլոր նայած 16 տարիների ընթացքում տենց ա եղել բացի այդ մի դեպքից։ Best Picture-ը այո, վերջում մենք էլ թողեցինք վերջում եւ ես երևի ըստ հերթականության ասեմ օդերի, հա, այս բային 10-րդ հորիզոնական զարմանալի նոմինացիա, բայց ի ուրախություն ոնց ուրախությունս ինձ, հա, ուրախությունը չգիտեմ։ Իմ ուրախությունս ինձ Ֆորմուլա 1 F1 ֆիլմ 10-րդ հորիզոնական, եւս մեկ շատ գովելի նոմինացիա Train Dreams 9-րդ հորիզոնական ստոդերի, Բուգոնիա, Sentimental Value, Marcy Supreme, Frankenstein, The Secret Agent եւ մեր ստանդարտ երյակը Hamnet, Sinners, One Battle After Another։ Այո, այս տարին բավականին ուժեղ էր ֆիլմերի տեսանկյունից։ Ինչի չէին կարող ասել վերջին մի քանի տարիների ընթացքին։ Իհարկե այս հարցը շատ վիճելի հարց է իրականում Մարտին կա որ գտնում են անցյալ տարին, նա շատ լավ եղել, Մարտին գտնում է որ 2 տարի առաջ էր տենց շատ ուժեղ տարի, բայց այս տարին իրոք ես ամեն անգամ երբ նայում եմ նոր դուրս եկած ինչ որ ուժեղ ֆիլմ, ուրախանում եմ որ այսպիսի ֆիլմ կա, հա, այստեղ թվում է թե արդեն Sinners-ը նախ նշենք, չէ, որ ինչքան ժամանակ է Օսկարը կա արդեն, Օսկարը արդեն կա 100 տարի մոտավորապես, 98-րդ Օսկարի մրցանակաբաշխությունն է ու ոչ մի ֆիլմ դեռևս 14 նոմինացիայից ավել չէր ստացել։ Եվ այս տարի արի ու տես, որ Ռայան Կուգլերի Մեղսագործները Sinners-ը ունի 16 նոմինացիա, ակնհայտ ռեկորդ է անախփել, ինչը նրան միգուցե շատ քիչ է հետ թողում One Battle After Another-ից ու հնարավոր է արդեն խանգարի Best Picture-ի մրցավազքում։ Այո, ակնհայտ տենց է իրավիճակը, որովհետև ստացել են նոմինացիաներ, այնպիսի նոմինացիաներ, որոնք որ այսպես 50-50 էին։ Այո։ Վունմի Մուսակուն, որը կարող էր ինքը լինել, կարող էր իր փոխարեն լինել, չգիտեմ, Ariana Grande-ն օրինակ, Օդեսա Զայանը կամ եւ Delroy Lindo-ն ընդհանրապես այսպես Paul Mescal-ին դուրս գցեց։ Շատ քիչ շանսեր ուներ, բայց կա, հա, սա խոսում է նրա մասին, որ կոնկրետ Օսկարի ընտրողները լավ հավանել են Sinners-ը, այստեղ միանշանակ լավագույն ֆիլմի մեծ հավակնորդ է ու շատ փոքր տարբերությամբ One Battle After Another-ի հետ, որն է հաղթելու դե չեն կարող էսպայն գուշակել, բայց այն փաստը, որ Sinners-ը գերազանցել է այդ ռեկորդը, չգիտեմ, արդեն հավեր շիշելու են այդ ֆիլմի մասին, մինչև որ նոր ռեկորդ չհայտնվի։ Մինչև որ նոմինացիաները 30-ած չդառնան ու ինչ որ մի ֆիլմ 20 նոմինացիա ունենա։ Այդ 16-ից մեկը հենց նոր best casting նոմինացիան է։ Հա, բայց միևնույնն է, նույնիսկ 15-ի պարագայում ինքը էլի ռեկորդ էր ունենալու, հա, ու ինչն է հետաքրքիր մի բան վերհիշենք Օսկարի պատմությունից, թվում է թե այստեղ պետք է երևի թե նշել այն երկու ֆիլմը վերջին անգամ երբ բայց ինչն է հետաքրքիր տեսեք Golden Globe-ում Sinners-ը թված թե վсё պրալյոց էր ինքը Համնետին պարտվեց եւ այլն չստացվեց բայց այստեղ ակնհայտորեն Համնետն է պարտվում որտեվ editing-ի նոմը չունի ինչը շատ կարեւոր է իսկ վերջին անգամ երբ La La Land-ն ու The Social Network-ը Golden Globe-ում հաղթեցին Best Screenplay Director ու Film իրանք Օսկարը չեն հաղթել հետեւաբար այստեղ One Battle After Another-ը ինչ որ վտանգի տակ է գտնվում Հա, դա ասում է ստատիստիկան չէ, բայց մի անգամ պատահականություն, երկու անգամ զուգադիպություն, դեռ հիմա կտեսնենք ստատիստիկա կդառնա թե չէ, սա ամեն ինչը։ Փորձենք տեսնել։ Վերջում կուզենամ սենց մի հատ վարժություն անենք։ Վայ, թեթև։ Եկեք սենց երկուսիդ հարց տամ հերթով ասեք։
միջինում ամբողջությամբ որ ֆիլմին եք ամենաշատը ոչ թե լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, այսինքն որ բոլոր նոմինացիան վերցնում եք ու սենց միջին թվաբանական եք հանում ձեր մեջ, որ ֆիլմին եք ամենաշատը երկրպագում այս Օսկարում։ Էդգար, արի քեզանից սկսենք։ Այսինքն որ հաղթի բոլոր կատեգորիաները։ Դե օրինակ, հա, օրինակ այս կատեգորիայում ստես բալետամ, այս կատեգորիայում ստես կատեգորիայում ստե, միջին թիվը։ Դե շատ բարդ հարց է, որովհետև ինչպես Մարտին ասաց, շատ ուժեղ տարի էր ու սովորաբար շնենցա լինում, որ տենց բավական, նու կոնկրետ ես ամեն տարի Letterboxd-ում տասնյակ եմ սարքում լավագույն ֆիլմերի, ըստիս։ Հա, ու այս տարի լեցա որ չգիտեմ նույնիսկ առաջի 4 տեղի ֆիլմերը շատ դժվար է իրար մեջ դասավորել ու դրա հետ մեկտեղ հələ երկու ֆիլմ չենք տեսել որը որ մեծ պոտենցիալ ունեն այդ առաջի հանգյակում լինելու ընդհանրապես Dead Set բանը դե չգիտեմ Train Dreams-ը որպես ֆիլմ ամենաշատն է դուրս եկել շատ փոքր տարբերությամբ երկրորդ տեղում One Battle After Another պլյուս դե հաշվի առնելով որ Պոլ Թոմաս Անդերսոնը միանշանակ իմ ամենասիրած ռեժիսորն է ուզում որ բոլոր նոմինացիաներում որտեղ ինքը կա հաղթի քանի որ Train Dreams-ը գիտենք որ չի հաղթելու նու բացի սինեմատոգրաֆից որտեղ կուզեմ միանշանակ Train Dreams-ը հաղթի ուզում եմ ասեի կարող է երգը հաղթի հետո հիշեցի որ K-pop-ն հաղթել Հա, այտենց շատ սենց ասեմ, շատ զարմանալի տարի է այս տարի նրանով, որ ես ու Էդիկը մենք շատ քիչ է լինում, որ սենց այդ տարվա լավագույն ֆիլմերի շուրջ սենց հստակ համաձայնություն ունենանք։ Ես միշտ նենց ֆիլմեր եմ ասում, որ ինքը շատ լավ ֆիլմեր է, ինքը ասում է, «Ոայ, չէ, շատ ծանոթ իրավիճակ է»։ Շա, բայց այս տարի իրականում այո, իմ այս տարի Sentimental Value, Train Dreams ու One Battle After Another-ը սենց ոնց որ սենց բռնել են այդ ֆիլմերը ու թվում է թե շատ սենց սրտիդ մոտիկ են կպել։ Ես ուզում եմ որ Train Dreams-ը բացի սինեմատոգրաֆից ինչ որ մի բան հաղթի, շատ տխուր եմ որ Joel Edgerton-ը չունի նոմինացիա։ Ես օրինակ մեծագույն հաճույքով Wagner Moura-ի տեղ իրան կտայի այդ նոմինացիան, շատ մեծ հաճույքով, սենց թող մարդը գար իր Օսկարի նոմինացիան ստանար։ Իհարկե քո ասացի նման ցանկանա որ Պոլ Թոմաս Անդերսոնը բոլոր անհրաժեշտ արձանիկները, այսպես ասած, տանի, այդ կարևոր անի էլի։ Հա, սենց որ այդ գրկելը կարանա անի, հա, եւ Sentimental Value-ն էլ թող իր supporting actress-ի Օսկարը ստանա։ Այո։ Ես կլինեմ ավելի հակիրճ եւ կասեմ որ եթե միջինացված ամեն ինչ անենք, ես կուզեի ամենաշատը երկրպագում եմ Sentimental Value-ին։ Բոլոր երևի նոմինացիաներում որտեղ ինքը կա, բացի երևի Best Director-ից, այնտեղ շուտքի կուզեմ։ Դու նաև որտեղ Stellan Skarsgård-ի բալերշիկ ես։ Այո, նաև Stellan Skarsgård-ի բալետամ, դրա համար principi բացի Best Director-ից բոլոր մնացած նոմինացիաներում որտեղ կա Sentimental Value-ն, ես շատ կուրախանամ, եթե Sentimental Value-ն հաղթի։ Ով կսպասեր։ Սպասենք Օսկարին, սպասենք BAFTA-ի նոմինացիաներին մի քանի օրից տեսնենք այնտեղ ինչ սուրպրիզներ կլինեն։ Եվ պատիվը քոնն է այսօր Ինչ պահով ավարտելու մեր որտեղ նայեմ այս կամերային այնտեղ ես էլ բառ ասեմ արդյոք այդ դու ես սենց բռնեմ իսկ երկանկյունին այսօր այսքանն էր